Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ամեն։ Գողջունեմ ձեզ բոլորը, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Մեր Փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ հատկապես այս օրհնյալ օրվան մեջ իր սուրբ ծննդյան այս դարեթարցին օրը մենք բոլորս ուրախությունով եւ ցնծությունով լեցված ենք։ Ինչ հիանալի Christmas carols ունեցանք քիչ առաջ։ Հիանալի երգեր եւ շարականներ, հոգեվոր երգեր երգեցինք, մեր Աստվածը բաշտեցինք այդ նորածին մանուկը, որ մեզ համար աշխարհ եկավ։ Մեր հարկանքը, մեր սերը, մեր բաշտամունքը մատուցին իրեն։ Փառք իր սուրբ անվանը, այսօր այն հիանալի օրն է, որ եկեղեցու բացմության մեջ մեծ բան փոխեց։ Ցեզի քանի համարներ գարտամ, ընդհանրապես մեկ համար, երկու համար կգարտամ, բայց Քրիստոսի ծննդյան այս թեփքը որքան գարտած նոր անդրադարձ մգունենաս, նոր միջամտություն մգա։ Եթե երկու համար գարտած մեկ բանի գխոսի, եթե 4 համար գարտած մեկ ալ գտեսնես ուրիշ բան կմիանա։ Գիտեք ինչու, այս ծննդյան դոնին մեջ ահավոր գերբով դարբերություններ եղավ։ Դարբերություններ եղավ։ Գարտամ ցեզի Ղուկասի ավետարանի երկրորդ գլխեն եւ 8-րդ համարեն քանի համարներ գարտամ ցեզի։ Ավետարանս Ղուկասու երկրորդ գլխուն 8-րդ համարեն։ Luke chapter 2 from verse 8. Անուն հոր եւ որդվո եւ ոգին սրբո ամեն։ Այն դեղը հովիվներ գային թաշտի մեջ գեցած, որոնք իրենց հոդերուն քիշերվան բահբանությունը գնային։ Ահա դերոջը հրեշտակը անոնց վրա իջավ։ Ու դերոջը փառքը անոնց փոլորդիկը ձակեցավ։ Ու խիստ շատ վախցան։ Բայց հրեշտակը ասավ անոնց. մի վախնակ։ Վասնզի ահա ես ցեզի մեծ ուրախության ավետիս մգուդամ, որ բոլոր ժողովուրդին պիտի ըլլա։ Վասնզի այսօր փրկիչ մծնավ Դավիթին քաղաքին մեջ, որ օձյալ դեր է։ Եվ այս ցեզի նշանը ըլլա։ Մանուկ մը պիտի գտնեք խանցարուրով պատված ու մսուրի մեջ բարգած։ Իսկույն այն հրեշտակին հետ երկնային զորքերու բազմություն եղավ, որոնք Աստված գործնեին ու գսեին, միասին գրնան գսել. Երկնքի բարձրության մեջ Աստծո փառք, երկրի վրա խաղաղություն, մարդոց մեջ հաճություն։ Երբ հրեշտակները անոնցմե երկինք վերցվեցան, հովիվները իրարու ըսին. եկեք մինչև Բեթլեհեմ երթանք ու տեսնենք, թե ինչ է այս եղած բանը, որ Տերը մեզի ցուցուց։ Քացին արդորալով կդան Մարիամը ու Հոսեփը եւ մսուրի մեջ բարգած մանուկը։ Դեր օրհնե իր խոսքը հրամեցեք սիրելներ։ Երբ վերջերս գկնարգեի Google-ի մեջ նայելու թե մարդկությունը աթամենը սկսյալ մինչև այսօր քանի բիլիոն ժողովուրդ ծնած է։ Եվ ընդհանրապես մի քանի դերեկություններ այսպես քաղաց կսեմ, մոտավորապես 105 մինչև 108 բիլիոն ժողովուրդ աշխարհ եկած է աթամենը սկսյալ մինչև այսօր։ Հիմա ներկայիս 8 բիլիոն է։ Եվ գրնա շուտ արականալ ավելնալ, բայց որովհետև
Սկիզբները 2 հոգի էին, 4 հոգի եղան, 8 հոգի եղան, աճը նույն արագությունով չէր։ Ուրեմն 105-ն 108 բիլիոն ժողովուրդ մոտավորապես ծնած է։ Եվ անոնցում է մեկը տուն ես։ Ուրախ եղիր։ Անոնցում է մեկը տուն ես։ Հիմա գուզեմ այս հարցումով քու միտքդ քիչ մսպաղեցնել։ Տուն, որ հիմա աշխարհի վրա ես, տուն, որ այս 108 բիլիոն ծնանող մարդոց թվարգության մեջ թիվ մնես։ Երբեք մտածած ես, որ արդյոք եթե ես, որ հիմա հոսեմ, ծնած եմ եւ աշխարհի վրա եմ, եթե ես ծնած չլայի, ինչ դարբերություն կստեղծվեր։ Եթե երբեք մտածած ես, եթե տուն ծնած չլայր, լավ որ ծնած ես, ուրախ եմ որ ծնած ես, ինձ սխալ մի հասկնակ, point մգա գուզեմ հոմպերել, անոր համար այս հարցումով գուզեմ սկսիլ, եթե տուն ծնած չլայր, այս աշխարհի մեջ ինչ բան կբացեր, եւ կամ տուն ծնած լալով դաս աշխարհին վրա ինչ բան ավելցավ, մարդկության պատմության մեջ։ Տերևս ամեն մեկս մենք մեզի նայինք մեր ապրած կյանքին, ագսես որ տերևս շատ բան պիտի չփոխվեր։ Շատ բան պիտի չփոխվեր։ Բոլոր մարդկության պատմությունը, որ 108 բիլիոն ժողովուրդ ծնած է, ես կրնամ նույն եզրակացության կալ։ Որ ովևէ մեկը, որ որքանալ նշանավոր եղած ըլլա, որքանալ կարևոր անձնավորություն եղած ըլլա, որքանալ իր միջոցով այսօր մենք հանգստավետ գիտության զարգացման եւ տեխնոլոգիային արադացման ընթացքին մեջ ենք, կյանքը թյուրացած է մեզի եւ անոնք եղած են բոլորը, որ մենք մեր ցերկերում մեջ եղած են անձեր եւ անձնավորություններ, որոնք այս բոլորը հնարած են եւ ստեղծագործած են։ Կարևոր անձնավորություններ։ Գերնամ սրդի խաղաղությունով ասել, որ եթե այս 108 բիլիոն ժողովուրդեն ովևէ մեկը ծնած չլար, մեծ դարբերություն պիտի չլար մարդկային պատմության մեջ։ Որտեղ ովևէ մեկումը փոխարեն գրնար ուրիշ մեկը լար, որ գարենար այդ քյուդը այդ հարաշտիմությունը ցեք բերել։ Բայց այսօր Քրիստոսի սուրբ ծննդյան դոնին մեջ սա հայդարարությունը գնեմ։ Թե չեր գրնարը լալ, որ Հիսուս չծներ։ Չիգա բատմության մեջ անցմը, որ գրնա փոխարինվիլ մեր փրկչին դեր Հիսուս Քրիստոսի։ Չենք կրնար նույնիսկ մտածել եւ խորիլ, թե արդյոք Հիսուս եթե չծներ, այլ բոլորս միասին սրդի ուրախությունով պիտի հայտարարենք եւ հրճակենք ու ասենք Հիսուս պետք էր որ ծներ։ Լավ եղավ որ դեր Հիսուս Քրիստոս ծնավ։ Անպայմանորեն Քրիստոսի ծնունդը կարևոր էր եւ խստիվ կարևոր էր։ Չգար փոխարինողը, չգար ովևէ մեկ plan B դեր Հիսուս Քրիստոսի ծննդյան։ Ասեմ ցեզի։ Պետք էր Հիսուս ծներ, այո պետք էր Հիսուս ծներ։ Չեր գնալ ովևէ մեկը փոխարինել իրեն, ոչ չեր գնալ ովևէ մեկը փոխարինել իրեն։ Հիսուս պետք էր որ ծնաներ։ Եվ թերևս մտածես ինչու համար այս չափ համարձակ եւ քաչորեն վստահորեն խոսիս այս մեկը թերևս այդ հարցում ինձ ուղես եւ ես քեզի քանի մը բաճարներ պիտի ասեմ պետք էր որ Հիսուս ծներ անպայմանորեն պետք էր որ Հիսուս ծներ առաջին բաճարը որ գուզեմ ասել եթե Հիսուս եթե չծներ Աստվածաշունչը իր վավերականությունը պիտի գործընծներ
Աստվածաշունչը իր վստահելիությունը պիտի գործընծներ։ Գիտեք Հիսուսի կյանքին ուղղությամբ մոտավորապես 366 մարգարեություններ կան 5 դագարանի մեջ, որոնք կխոսին Տեր Հիսուս Քրիստոսի քալուն մասին։ Եվ այդ 366 մարգարեություններում մեջ 40 եւ պլաս 40-ին 50 մարգարեություններ կան, որոնք գմատնանշեն Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Քիչ առաջ Վանան ինչ ավոր համարներ գարտած հին ուխտեն Եսայի մարգարեությունեն։ Եթե երթակ Զաքարիայի մեջ կտեսնեք նաև ինչպես կհիշե, գիտեք 5 դագարանի մեջ հիշված է այս բոլորը գուսական ծնունդը ահա գույսը պիտի հղանա եւ որդիմը պիտի ծնանի։ Գտեսնենք քաղաքին մասին, ով Բեթլեհեմ, դու երբեք փոքր չես։ Փոքր քաղաք մչես, քանզի քեզ մե պիտի ելնե այն թագավորը, որ պիտի դիրե բոլոր երկրի վրա, այս ազգին վրա, ժողովրդին վրա։ Գտեսնենք Բեթլեհեմին հիշադակությունը եւ նման այնքան շատ մարգարեություններ կան սիրելներ, որոնք 5 դագարանի մեջ Աստծո մարգարեները մարգարեացան։ Եվ երբ որ Հիսուս եկավ, այդ մարգարեությունները իրականացան։ Նայեցեք, չկա գրոնական գիրքը, որևէ մեկ գրոնքի հիմնական իրենց գիրքը, որ գխոսի մարգարեական այսպիսի մարգարեություններ մատնանշելով քալիքին մեջ եղող եւ եկող փրկին մասին եւ այն մանուկին մասին, որ պիտի կար այսքան մանրամասնություններով չկա ովև մեկ գիրքը։ Գիտեք, եթե Հիսուս չի կար, այս գիրքը իր վավերականությունը պիտի գործընծներ եւ թերևս տուն այսքան ուշադրություն պիտի չդայր։ Եվ քեզի ավելի նսեմ, ոմանք պիտի ասեին, որ այս գիրքը ճշմարիտ չէ։ Մարգարեություններ կան եւ մարգարեությունները չկատարվեցան։ Ոմանք այս գիրքը մեկտի պիտի նետեին, ուրիշները աղ պիտի նետեին։ Ուրիշները թերևս որպես իրենց քրաթարանը զարդարող գիրքերում մեջ գիրքը պիտի ըլլար։ Բայց այսօր քու եւ իմ ցերկերում մեջ այս գիրքը իր վավերականությունը ունի, իր վստահությունը ունի։ Ըստույք գիտենք, որ այս գիրքը Աստծո խոսքն է, որովհետեւ հին մարգարեները, հին գդագարանի մեջ գտնվող մարգարեները խոսեցան Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին եւ այսօր այդ օրը կատարվեցավ։ Այսօր այդ մարգարեությունները իրականացան։ Հիսուս ծնավ եւ հայտնվեցավ։ Հալելույա։ Անորամար պետք էր որ Հիսուս ծնաներ, այո պետք էր որ Հիսուս ծնաներ։ Որբեսի Աստվածաշունչը մեր ցերկերում մեջ վստահելի այն աղբյուրը ըլլա, Աստծո գոմե դրված, որ մենք կրնանք վստահիլ։ Թե ոչ Աստվածաշունչ անունը դրվելու մակտիրը կգործընծներ։ Գլար ովևէ մեկ գիրքը, բայց որևէ մարգարեություններ եղան եւ այդ մարգարեությունները իր բացարձակ մանրամասնություններով գդարվեցան, այս գիրքը դարբեր է մնացյալ բոլոր գիրքերեն։ Աստվածաշունչը ամենեն բարձր եւ վեհ եւ իր վեհակույն իշխանությունը ունեցող, աստվածային իշխանություն ունեցող այն գիրքն է եւ միակ գիրքն է։ Ովևէ մեկ գիրք երկրի վրա, ով որ ալքրածլա, ամենեն հզոր անձնավորությունը, ամենեն մեծ սուրբը, նույնիսկ քրածլա, չկա գիրքը, որ գրնա հավասարիլ Աստվածաշունչին։ Չկա մարդկային խոսքը, որ գրնա հավասարը լալ Աստծո խոսքին։ Աստվածաշունչը վավերական դարձավ, երբ Հիսուս ծնավ։ Լավ որ ծնար Հիսուս։
Մենք գիտենք, որ այս քիրքը ճշմարիտ է։ Ամեն։ Հալելույա, փառք իր սուրբ անվանը։ Պետք է որ Հիսուս ծներ, այո, պետք է որ Հիսուս ծներ եւ երկրորդ մտածումը որ գուզեմ ասել, Հիսուս պետք է ծներ, որբեսի մենք Աստված տեսնեինք։ Նորեն ասեմ, պետք է որ ամեն մը լսեի ցես մե։ Հիսուս պետք է որ ծներ, որբեսի մենք Աստված տեսնենք։ Գիտեք սիրելներ, Քրիստոնեութենեն վերջ ամենամեծ գրոնքը իսլամությունն է եւ եթե իրենց հարցնեց իրենց Աստծու մասին գսեն չենք կրնար նկարագրել չենք կրնար ցեզի բացադրել ինչպիսի անձնավորություն մնե Աստված իրենց համար անզանոթ է եւ Քրիստոս Հիսուս երբ որ ասկե 2000 տարիներ առաջ եկավ եւ ծնավ որբեսի թուն եւ ես մեր աչքերով դեսնենք Աստված մեր մեջը անոր անունը պիտի գոչվի Էմանուել որ կնշանակե Աստված մեզի հետ Աստված մեզի հետ Հալելույա Երբ որ Հիսուս իր աշակերտներուն հետ էր եւ այդ քահանայա pedagogan աղոտ կգներ Հովաննու 17-րդ գլխում մեջ գիտեք ոնց շատ կարեւոր հրճագումը ըրավ ըսավ քու անունդ անոնց ջանցուցի եւ բիդի ջանցնեմալ Հիսուս Քրիստոսի ծննդյան կարևորակույն նպատակներեն մեկը որ մեզ հայրը ջանցնե մենք կարենանք Աստված ջանցնալ իր միջոցով Քրիստոս Հիսուս մարմնացավ մարմին արավ ինձի եւ քեզի նման որբեսի մենք կարենանք ջանցնալ Աստված Գիտեք Թոմաս իր աշակերտներեն մեկը երբ Հիսուս հորը մասին խոսեր այսպես կարծես քիչ մը շվարեցավ քիչ մը գործընծուց չգրծավ ըմբռնել ինչ ասել գուզեր Հիսուս եւ դարձավ իրեն ասավ դեր հայրը մեզ ծծուր եւ մեզի գպավե դու նաշապ հորը մասին խոսիս դու նաշապ գսես իմ հայրս է իմ Աստվածս է ամեն ինչ որ գնեմ իր շնորհքով գնեմ իր գամքով գնեմ առանց իրեն փամը չմներ ես իրեն կհնազանդիմ եւ դու այս բոլորը գսես ով է այս հայրը ջանցուր մեզի Գիշեք Հիսուս ինչ ասավ Այսքան ժամանակ է ես ցեզի հետ եմ եւ Թոմաս տուն դագավին ինձի գսես որ հայրը ցույց տուր ինձի Չես գիտեր թե անվոր զիս տեսավ Անվոր զիս տեսավ Հիսուս պետք էր որ ծներ որբեսի ես եւ տուն հայրը ջանցնանք իմ ծնանելովս տուն հայրը չգրցար ջանցնալ Ես չգրցա հայրը նկարագրել եւ հրամցնել որովհետեւ ես երկինքեն չեմ եկած ես երկրավոր երկու անձերու միության եւ սիրույն բդուղն եմ բայց Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգին հղացած երկինքեն եկավ որբես մանուկ որբեսի մեզ երկինքի մասին խոսի Հորը քովեն եկավ որբեսի մեզ հայրը ջանցնե Չգա մարդը որ գրնար այս մեկը անել Որը բոլորս ուրգեինք եկրեինք Գացես մեկը որ ունի մայր եւ չունի հայր Չիգա Այսինքն առանց հոր ծնած է ոչ թե որ հայր չունի ասելով դերևս ոմանց հայրերը երկինքն են Միակ անցն է որ Հիսուս իր հղացումը երկինքեն եղավ Եվ անոր համար գրծավ երկնքի մասին խոսիլ Իր հղացումը հորը քովեն եղավ անոր համար գրծավ հայրը մեզի ջանցնել Պետք է որ այս մանուկը ծնաներ Այո պետք է ծնաներ Այդ մանուկի մեջ մենք Աստված տեսանք Զինք տեսանք
զինք շոշափեցինք, զինք լսեցինք, ինչպես արաքյանները գսեն, զայն տեսանք, զայն լսեցինք, զայն շոշափեցինք, եւ փառք իր սուրբ անվանը, որ այս մանուկը մեզ Աստծո ճանչնալու միջոց եղավ։ Մենք ճանցանք Հիսուսը, հետևանքով ճանցանք Աստված։ Եվ ասիկը հարցում կստեղծե, այսքան գրոնքներ կան, որոնք ունին առաջնորդներ, մարգարեներ, ինչ է իրենց զգացությունը, գրնաս հասկանալ։ Ցավոք սրտի ոչ մեկը Աստված ճանցած է, որտեղ ոչ մեկուն գրոնքի մեջ իրենց մարգարեն, իրենց առաջնորդը երկինքեն իջավ։ Եվ չի գնար երկրավոր մարդը երկինքը հրամցնել, եթե այդպես լար, չի գնար երկրավոր մարդը հայրը ջանցնել, եթե այդպես լար, մարգարեներ Աստված խրգեց։ Եվ մարգարեներով գլուզեր հարցը։ Մեծ մարգարեներ եկան, փոքր մարգարեներ եկան, ոչ մեկը գրծավ Աստված ջանցնել այնպես ինչպես որ է։ Անորոմար Հիսուս եկավ։ Այս մանու եկավ, որ տուն եւ ես ճանչնանք ով է մեր Աստվածը։ Գարժե քո հլալ եւ ուրախ հլալ, որ Հիսուս ծնավ։ Թերևս այս բահուն սրդիդ մեջ ավելի խոր եւ իմաստալից կերպով գսես Քրիստոս ծնավ եւ հայտնվեցավ։ Փառքլա։ Հալելույա։ Երորդ կարևոր Բաճարը որ պետք է որ Հիսուս ծներ։ Պետք է որ Հիսուս կար։ Որովհետև Հիսուս պետք է կար, որովհետև միակ անձն էր, որ գրնար մեր մեղքերուն հարցը լուծել եւ գրնար մեզ մեր մեղքերեն փրկել։ Միակ անձն էր։ Նայեցեք Մատթեոս առաջին գլխուն 21-րդ համարի մեջ ինչ կսե։ Ան որդիմը պիտի ծնանի։ Այս խոսքը հրեշտակը Հովսեփին գսե։ Հովսեփին։ Ան այսինքն Մարիամի մասին, որդիմը պիտի ծնանի, անոր հանուն Հիսուս պիտի տնես, քանզի անիգա իր ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի փրկե։ Ան իր ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի փրկե։ Ամեն մարդ այդ 108 բիլիոն ժողովուրդը որ աշխարհ եկան, բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքեն ինգան։ Մեկը պետք էր որ կար եւ մեր մեղքերուն հարցը լուծեր։ Եվ ամենեն անլուծելի հարցը մարդուն համար մեղքն է։ Տրամը չէ։ Թե մարդիկ այսօր տրամը ամենեն մեծ հարցը կնկատեն, եթե տրամը լար մարդկության հարցը, Աստված չդա որ դնդեսակետը էկոնոմիստը գղրգեր։ Բիլիոներ էկոնոմիստը գղրգեր եւ գուքար եւ այս նյութական հարցերը աշխարհի մեջ գտնվող նյութական crisis-ը գլուծեր։ Եթե երկրին այս մարդկության գարիքը քաղաքական խաղաղությունը լար, Աստված չդա որ քաղաքակետ մարդ մը գղրգեր։ Պոլիտիշն մը գղրգեր։ Իմաստուն, խելացի։ Որ գարենար այս աշխարհին վրա, գարենար խաղաղություն բերել։ Գիտեք, նման մարդիկ եղած են այս աշխարհին վրա։ Երբ որ գարտաս 5 դագարանը Դավիթ երկրորդ թագավորը գտեսնենք իր կյանքի մեջ ահավոր գերբով բادرազմեր եղան։ Եվ գսեր Դավիթի ցերկը արյուն գար։ Բայց երբ անոր որդին Սողոմոնը սիրելներ թագավորեց, գարտանք որ Սողոմոնի ընթացքին 40 երկար տարիներ որ թագավորեց, խաղաղություն եղավ։ Խաղաղություն եղավ։ Գան մարդիկ որ գրցան խաղաղություն բերել այս աշխարհին վրա, իրենց ասկին վրա այո։ Մարդոց գալիքը խաղաղություններ ոչ։ Եթե խաղաղությունը լար, Աստված շադա որ հզոր քաղաքագետ, թագավորը, վարչապետը, նախագահը գղրգեր, որբեսի այս հարցը լուծեր։ Եթե մարդոց խնդիրը փուժումը լար,
Գիտեք, հիվանդությունը դարածված բան մնե մարդկության մեջ։ Եթե մարդոց հիմնական անլուծելի հարցը հիվանդությունը լար, ասված բժիշկ մը գղրգեր։ Բժշկաբեդ մը գղրգեր։ Դուք ալ գիտեք, ես ալ գիտեմ, որ ներկա աշխարհի մեջ գտնվող շատ մասնակիցներ, պրոֆեսորներ, մասնակցություն ունեցող պրոֆեսորներ, քննիչներ, որքան ժամանակի ընթացքին հիվանդություններու թեղերը եւ թեղորայքը կդան։ Գիտեք, 19-րդ դարուն սկիզբը, ներողություն 20-րդ դարուն սկիզբը, մենք ունեցած ենք շատ մեծ եւ հզոր բանաստեղծներ։ Լսած եք Պետրոս Տուրյան, լսած եք Միսակ Մեծարենց։ Գիտեք, մեկը 21 տարեկանին մեռավ, մեկը 23 տարեկանին մեռավ։ Գիտեք ինչու համար։ Գիտեք ինչ էր հիվանդությունը։ Թոքախտ։ Այն ադեն թոքախտը մահացու հիվանդություն էր։ Հիմա գիտեք ինչ է։ Մեկ հատ Պանադոլի պես թեղ մգարնես, թեղատ մգարնես կնեդես կվերջանա։ Նայեցեք գիտությունը ուր հասավ։ Բժշկությունը ինչպես գրծավ։ Պենեսելինը երբ որ եղավ, պենեսելինեն առաջ ամեն ով որ վիրուս մգարներ եւ ինֆեկցիոն մգունենար կմեռնեին գերտային։ Եվ երբ որ համաշխարհային առաջին պատերազմի ադեն բժիշկը այդ պենեսելինը գրծավ հնարել եւ ջարել, որքան հիվանդներ, որքան վիրավորվածներ փրկվեցան։ Որքան։ Եթե հիվանդությունը լար մարդկության խնդիրը Աստված բժիշկ մգրգեր։ Մարդկության խնդիրը ինչ է, գիտեք, մեղքն է։ Մեղքը չգրծավ ոչ մեկ անց, ոչ մեկ մարգարե, ոչ մեկ Աստծո կողմանի գրգված ծարամը գրծավ մեղքին հարցը լուծել։ Անոր համար Հիսուս պետք էր որ կար։ Հիսուս պետք էր որ կար, որբեսի աս 108 բիլիոն ժողովրդին մեղքին հարցը լուծե։ Որոնց մեկը ես եմ։ Իմ մեղքերուս հարցը լուծե։ Նորեն կարդամ ցեզի համարը։ Ան որդիմը պիտի ծնանի, անոր անունը Հիսուս պիտի տնես։ Հիսուս բարին նշանակությունը ինչ է, գիտեք։ Փրկիչ։ Փրկիչ։ Քանզի անիգա իր ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի փրկե։ Այս փրկիչը, այս Հիսուսը գուքա մեկ նպատակի համար, որբեսի մարդոց մեղքերեն զիրենք ազատե։ Եվ փառքը լա Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան, որուն շնորհիվ քու մեղքերուդ հարցը լուծվեցավ։ Քու մեղքերուդ բարտքը վճարվեցավ։ Հիսուս եկավ ծնունդով, թեպի խաչ գնաց, եւ այդ խաչի մահվամբը քու հարցը մեղքերու հարցը լուծեց։ Անոր համար պետք էր որ Հիսուս կար։ Այո։ Իմ քալս քու քալդ գրնար աս մեկը փոխել։ Ոչ։ Մարգարենելուն քալը գրնար փոխել։ Ոչ։ Միակ անձը որ գրծա մեղքերուն հարցը լուծել Տեր Հիսուս Քրիստոսն է։ Անոր համար բոլորս մեկ որպես եկեղեցի կգանք welcome Տեր Հիսուս Քրիստոս քու ծնունդը շնորհավոր լա լավ որ եկած ես հասկի 2000 տարիներ առաջ լավ որ ծնար ով դեր եւ մեր մեջ ինքզինքդ հայտնեցիր փառք քեզի հալելույա հալելույա եւ բաճար մի եւս տամ ցեզի հալելույա շատ չեմ ուզեր այսօր երգարել եթե ծնունդը չլար Եվ Իսուս չկար մեր մեջը չծնաներ, մեր աղոտները գրնային չի բադասխանվել։ Մեր աղոտները գրնային անբադասխան մնալ։ Գիտեք երբ որ Հիսուս ասաշխարեն համբարձավ եւ երկինք քնած, ուր քնած։ Հորը որ գոհը նստավ եւ ինչ կնե քույրեր եղբայրներ Գփարե խոսե քեզի համար եւ ինձի համար եւ Հիսուս ինքը ասավ ինչ որ իմ անունովս խնդրեք բիդի ստանաք բիդի առնեք Հիսուս պետք է կար Հիսուս պետք է որ կար եւ գիտեք ինչու համար այս մեկը գսեմ պետք է որ կար ինքը որբեսի գարենար մեր աղոտներուն պատասխանը տալ
որբեսի քար եւ այն մարմինը, այն ապրումները, այն սկացումները, այն բոլոր ցերքի ոտքի այդ բոլոր ապրումները որ տունունից սկայարանքները որ տունունից ինքնալ ունեցավ ամեն տեսակ փորձառություն լալավ լակեշ ամենեն դակնաբալի ժամերեն անցավ ամենեն դժվար ժամանակի մեջ են անցավ այս բոլորը ինչու համար հրավ գիտեք ինչու համար որպես երբ որ հորը աջ կողմը նստավ եւ երբ որ սկսա բարեխոսել հորը Տուն աղոթեցիր իրենսիր դեր ես այս դժվարութեն եք անցնիմ ես հիվանդ եմ ես վիրավորված եմ ես անկորձ եմ ես դժվարություն ունիմ Թարնայև հորս է գսկամ ինչ գսկա գսկամ ինչ ինք գսկա գհասկնամ իրեն մարմնիս վրա գրած եմ այս բոլորը ես իմ մարմնիս վրա գրած եմ գրնամ հասկնալ համպիգին զվարթին գարբիսին մարիային գրնամ հասկնալ այն բոլոր բաներեն որ ինքը գանցնի Եվ երբ որ հայրը գնայի գսե եթե տուն բոլոր այս ապրումները ապրեցար փորձառությունը ունեցար գահստադեմ քու բարեխոսությունդ քու բարեխոսությունդ վավերական է գարտամ ցեզի նայեցեք այս համարը գարտամ ցեզի Եբրայեցիս նամակի մեջ այսպես կսե քանզի ոչ թե այնպիսի քահանայեբետ ունենք Ոչ թե այնպիսի քահանայեբետ ունենք, որ կարող չլա մեր դգարություններուն գարեգից լալ։ Գիտեք, քահանայեբետներ ունեցան հрьяաները, որոնք չգրցան իրենց դգարություններուն գարեգից լալ։ Ինչու իրենք հալ դգարեն։ Իրենց ալ պետք ունին մեկը գարեգից լալու, եւ իրենք ալ պետք ունին այդ մեկին։ Նայեցեք Քանզի ոչ թե այնպիսի քահանայեբետ ունենք, որ կարող չլա մեր դգարություններուն գարեգույցը լալու, կշարունակեն այ։ Հաբա ինք ամեն գերբով փորձը արած է մեզի նման, բայց առանց մեղքի։ Մայթ համար հոսկենա արբիցեր, որ ինչ կապ ունի հովիվ, որ այս խոսքը պերիր եւ հիմա Հիսուսի ծնունդին հետ միացուցիր եւ թե մեզի բարեխոս է նայեցեք շարունակությունը ինչ է Ոստի ալ համարցակությունով մոդենանք շնորած աթորին արչև որն է շնորած աթորը այն աթորը որուն արչև դերը գանկնած է որ տուն եւ ես կգանկնենք իր երեսը խնդրելու եւ քու բոլոր գարիկները խնդրելու Ոստի ալ համարցակությունով մոդենանք շնորած աթորին արչև ինչու համար որբեսի ողորմություն ընդունենք ողորմության գարիկ ունիս եթե չունիս ամեն ինձի թողքան Ես շատ պետք ունիմ ողորմության եթե ունիս գգիսվինք բամը գնենք հալե նայեցեք մի մտահոգվի դերոջը քո ողորմություն շատ կա ամեն հալելույա փառքիրեն որբեսի ողորմությունը տունենք ու շնորհք գտնենք օ դեր Հիսուս շնորհք grace Կարևորակույն բանը քու կյանքիդ եւ իմ կյանքից առանց շնորհքի մենք գործված ենք Գեղեցիկ երկմգա որ մենք նախնի ժամանակներում մեջ կերկեինք Եթե դերոջը շնորհքը չլար Հոգիս գործված պիտելար Եթե դերոջը շնորհքը չլար Ողորմություն եւ շնորհք Շնորհքը քեզ հավիտենական կյանքի դանելու Ողորմությունը քեզ երկրի վրա բահելու Քեզ օգնելու քեզ վերցնելու համար Ուսի ալ համարցակությունով մոդենանք շնորհած կահուն արչև որբեսի ողորմություն ընդունենք ու շնորհ գտնենք պետք եղած ադենը մեզի օգնելու Հիսուս պետք էր որ կար որբեսի քու եւ իմ բարեխոսը լար որբեսի ողորմություն ընդունենք եւ շնորհ գտնենք որբեսի երբ որ գգանքնիս եւ գսկսես աղոթելու գիտես որ ու գաղոթես անհայտ Աստված մը չէ
Երևակայությանդ մեջ նկարագրված Աստված մը չէ։ Եկավ մանուկ եղավ, քեզի նման, ինձի նման ծնավ եւ հասակ նետեց եւ մեծավ, որբեսի ամեն փորձառությունը սկա։ Եվ գարենա քեզի հասկանալ։ Հիսուս միակ բարեխոսն է, որ գարնա քեզի հասկանալ։ Պետք է որ Հիսուս կար։ Definitely, 100% no, million% no, billions% այո։ Պետք է որ Հիսուս կար։ Այս կարևոր թերդակավին շատ պատճառներ կան, բայց եթե քալենք հավանաբար ընտրիկ միան կրնագնել, գեսորվա ջաշը հոս կանցնեք։ Անորամար գսեմ, եկեք վերահիշենք այն 4 կոնի հիմնական ինչ որ դեր այսօր մեզի սորվեցուց։ Հիսուս պետք էր կար։ Այո, առաջին պատճառ ինչու համարսինք, որբեսի այս խոսքը որ քու ցերքերուտ մեջ է, երբեք շփոթություն եւ գասկած չստեղծեք ու մեջդ։ Գգարտաս Եսայի 9-րդ գլուխը 6-րդ համարը այսօր մեզի մանուկ մը պիտի ծնի, որդի մը պիտի ծնի, անոր անունը պիտի գոչվի սկանչելի, խորհրդագից, հզոր Աստված, հավիտենականության խաղաղության իշխան։ Մատթեոս առաջին գլուխը կպանած կտեսնես իրականացած է։ Ղուկաս առաջին գլուխը կպանած կտեսնես անիկա իրականացած է։ Հալելույա։ Այս խոսքը երկնային վավերացում ունի, երկնային գնիք ունի։ Մեծակույն հաստատումը, որ վավերականությունը, որ մարգարեությունները, որ եղան, իրականացան։ Եվ Հիսուս այս բոլոր մարգարեություններուն խնդրու արարգան է։ Ինքն է խնդրու արարգան, իր ծնունդով սկսավ։ Ամեն։ Երկրորդս ինչ բանի համար, հալելույա։ Խելոք գեցիր։ Ինչս երկրորդը, որբեսի մեզի Աստված ճանոթացնե։ Երևակայի կամ զվարթինս եմ Աստված կճանչնասա ինչպիսի մեկն է, ոլա չեմ գիտեր։ Երևակայության մեջ կուկա ինչպես կուկա ջերմակ մազերով, ջերմակ մորուքով, հայրը ասպես երկար, քավազանը ցերկը նստած կահում վրա։ Չէ, անպես չէ։ Նիմա զվարթ ինձի գսե ես անիգա դեսա երբ որ ծնավ մանուկ մներ, երբ որ հասակն է դες 12 տարեկան եղավ, բադանի եղավ, բադենական տարիքը անցուց երդասարդ եղավ եւ երդասարտությունը ամփոփչացուց մինչեւ խաչ գնաց։ Ես գիտեմ ով է իմ Աստվածս։ Դեր Հիսուս Քրիստոսն է իմ Աստվածս։ Հալելույա։ Անիգա մեզ ջանցուց պետք էր որ կար, այո, իրմով մենք Աստված ջանցանք։ Մեզ հայրը ջանցուց եւ իդ կնալ ինչ ասավ, գերտամ որբեսի Սուրբ Հոգին գրգեմ ցեզի Աստծո անձնավորության երրորդ անձնավորությունը չսեմ 3 անձնավորությունները մեկը Սուրբ Հոգին անիգա գրգեմ հիմա անիգա քու մեջը դե անիգա իմ մեջս է տուն անոր դաջարն ես այս բոլորը եղավ դեր Հիսուս Քրիստոսի ծնունդով հալելույա Փարքիրեն երրորդ պատճառը ինչ ասինք Մեղքի հարցը աշխարհին ամենեն հոգնեցնող նյութը աշխարհին ամենեն դակնաբի մեջ ցնող նյութը մարդկության ամենեն մեծ խնդիրը ատկե մեծ խնդիր չի գա ասեմ դեզի մեղքեն մեծ խնդիր չի գա աշխարհին համար մարդկության համար մնացյալ բոլոր նյութերը գրնան լուծվիլ փասի մեղքը միակ անձը որ գրնար այդ հարցը լուծել դեր Հիսուս Քրիստոսն էր Բասնզի անիգա իր ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի փրկե։ Հալելույա, փառքլա։ Քույև իմ մեղքերուն հարցը լուծված է։ Բարդամուրհակը որքանալ երկար է։ Որքանալ դագը փամը կտեսնես։ Գիտես ինչ կա։ Գիտեք Հալեբ գնիկները ժամանակին ասպես փութամադդ ներգին մեջ կտնեիր, ասպես կգոխեիր։ Եվ Անիգա գեղս չլար, fake չլար, այսպես կներ վերջնալ բադին վրա դեմը կսեր, կդեսներ բադին վրա ամենը գաբույդ է, ամեն ներգերը։ Հիսուս գիտես ինչով վադիգա գնքեց,
Արյունով մեղքեր ու թարցը լուծված է։ Հալելույա։ Եվ չորրորդ վերջին բանը, որը ասենք ինչ էր, որբեսի օթին չխնդրես, օթին չաղոթես, գիտես որու գաղոթես, գիտես որու գաղագես, գիտես որու հետ կխոսիս, վստահ գիտես որ քո աղոթներդ կպատասխանվին, որովհետև այս Աստվածը ջանցարդուն, դեսար իր կյանքը, գարթացիր իր մասին, շոշափեցիր զինքը, աղոթքի ընթացքին իրեն հետ հաղորդակցության եւ հանդիպումի մեջ եղար, վայելեցիր իրեն, գիտես ով է, եւ գիտես որ այս Աստվածը երբ որ գսե իմ անունովս ինչ որ խնդրեք, բիդի դամ ցեզի, գոդա, իր անունովը իր գամքին համեմատ ինչ որ խնդրես գուդա քեզի Հիմա եկեք բոլորս ասենք լավ որ եկար Հիսուս լավ որ ծնար դեր Հիսուս մենք շատ ուրախ ենք քու ծննդյանը դոնին եւ այսօր քեզի գսենք happy birthday Jesus Այլ լեզուներում մեջ գիտեք մենք ինչ կսենք, բարի դարեթարց կսենք։ Այլ լեզուի մեջ կսեն լավ որ ծնար։ Իրավ աղվոր խոսք է։ Լավ որ ծնար Հիսուս, լավ որ մեր մեջ եկար, որբեսի մեր այս բոլոր հարցերուն պատասխանը ըլլաս եւ լուծումը ըլլաս։ Անորմալ Հիսուս մեզի հույս է։ Հիսուս մեզի հույս բերավ, երբ աշխարհ դակնաբի մեջ է, depression-ի մեջ է, երբ մարդիկ չեն գիտեր ինչ մտնեն, ինչպես իրենց հարցերը պիտի լուծեն, Հիսուս եկավ եւ ասավ. Ես ցեր լույսն եմ եւ ես հույս կուտամ ցեզի։ Խավարի մեջ չենք, որ աչ եւ ցախ դարուփերվինք, բادرուն զառնվինք, լույս է Հիսուս, ես եմ աս աշխարհին լույսը, եւ ինք հույս եղավ, երջանիկ հույսը։ Չգա մեզի համար անհույս վիճակը, եթե Հիսուս ծնավ մեզի համար։ Ամեն խավարի ստվեր ունեցող երկիրները լույս տեսան։ Հալելույա։ Եգուր մեկացեք այդ վերցուրս է, դեր շնորհակալ եմ որ եկար։ Շնորհակալ եմ Հիսուս որ եկար եւ ծնար։ Եվ այսօր մենք ուրախ ենք եւ գդոնենք ով դեր։ Քու սուրբ ծննդյանը դոնը, փառք քեզի։ Փառք քեզի։ Շնորհավոր լա քու սուրբ ծնունդդ դեր Հիսուս։ Գահայդարարենք եւ ուրախությամբ կհրճագենք։ Այս մեկը փառք քեզի, շնորհակալ ենք ով դեր։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Merry Christmas. Amen. Hallelujah. Փառք իրեն։ Amen. Փառք իրեն։ Դեր օրհնես իրելներ ցես բոլորդ։